Սկսում ենք մեր հերթական դասը, երեխաներ այսօրվա մեր դասը նորից վերաբերում է բարոյական անդամի լրացումներին, սակայն մինչ դասը սկսելը ես կուզենայի, որ ձեռքով ցանկացած մեկը մոտենար և այս երկու թղթերից մեկը վերցնել և տեսնել այնտեղ ինչ առաջադրանք է դրված և ինչ պետք է կատարել։ Ով կուզի մոտենալ։ Արիք նայեք։ Ինչ գիտես Աղջի Դավիթի մասին։ Աղջի Դավիթը մեր էպոսի հերոսն է, նրա մասին շատ տեղեկություններ կան, որ նա շատ քաջ է, հաղթել է Մեսրո Մելիքին։ Հաջորդ ով կմոտենա։ Արի Հայկ։ Վրամշապուի և Սահակ Պարթևի հետ։ Այնուհետ 405 թվականին, էլ ինչ գիտենք, նա աշակերտներ ունեցել է Այո, Օրինն է, որը գրել է Վարք Մաշտոցին, ների հետ ամենուրեք տարածել է հայոց գիրը։ Շատ բարի, նստիր, շնորհակալ եմ, Հայկում կարևորը շատ հագիր ներկայացնենք։ Երեխաներ, ուրեմն տեսեք, Քնարիկը և Հայկը իրենց խոսքում ներկայացրին ում մասին, Սասունցի Դավթի, էլում, Մեսրոպ Մաշտոցի մասին, ում հետ էր կռվել, Սասունցի Դավիթը, ապրեք, ում հետ էր որոշել ստեղծել հայոց գրերը Մեսրոպ Մաշտոցը, և Վրամշապուհի։ Երեխաներ, եթե դուք նկատեցիք, ես ինչ բառեր օգտագործեցի, ինչ կապեր օգտագործեցի, հետ մասին, շատ լավ։ Խոսելու եք երեխաներ վերաբերության խնդրի և միասնության խնդրի մասին։ Վերաբերության խնդիրը, եկեք նայենք Սահիկաշարի, վերաբերության խնդիրը անուղղակի խնդիրներից մեկն է մեր, որը ցույց է տալիս այն առարկան, որի մասին խոսվում է, ձևավորվում է երեխաներ սեռական հոլովի և մասին վերաբերյալ շուրջ կապերի միջոցով։ Կապերը եկեք մի հատ թվարկենք մասին վերաբերյալ շուրջ։ Շատ բարի։ Օրինակ, ես դրական եմ արտահայտվում Արամի մասին։ Ես հարգանքով եմ խոսում իմ աշակերտների վերաբերյալ։ Այդ հարցի շուրջ բոլորս եկանք ընդհանուր կարծիքի։ Նաև կարող է երեխաներ ձևավորվել բացառական հոլովով, գոյականի բացառական հոլովով։ Նայեք, կարող ենք ասել, մենք խոսում ենք Արամից։ Այո, կարող ենք նրան համարժեք ասել, մենք խոսում ենք Արամի մասին։ Կարող ենք, շատ բարի երեխաներ ջան։ Մի քանի ցուցական դերանուններ ևս կարող են վերաբերություն ցույց տալ, նորից դրվելով վերաբերական հարաբերություն ցույց տվող կապերի հետ։ Օրինակ, այդ մասին, դրա վերաբերյալ, չէ, դրա շուրջ, շատ լավ։ Հաջորդը երեխաներ, միասնության խնդիրն է։ Ում հետ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գիրը, Սահակ Պարթևի հետ։ Ում հետ կռվեց Սասունցի Դավիթը, Մեսրո Մելիքի հետ։ Որ կապը այստեղ գործածեցի երեխաներ, հետ կապը, ուրեմն կազմվում է գոյականի սեռական հոլովով, հանդերձ հետ կապերի միջոցով։ Օրինակ, ընտանյոք հանդերձ հրավիրվել եք միջոցառման, ընտանյոք հանդերձ։ Կարող եք ես զուգահեռ ասել ընտանիքի հետ հրավիրվել ենք, այո, կարող ենք, ճիշտ է։ Կանչուրը ձեր տետրերում արագ գրեք նախադասություններ, միասնության և վերաբերության կապերով։ Նախադասությունները երեխաներ, յուրակազմել եք նախադասություն, ապա կարդատեսնեմ։ Ես նրա մասին վատ կարծիք երբեք չեմ ունեցել։ Ինչպիսի խնդիր է, որ խնդիրն է սա։ Վերաբերություն։ Վերաբերության խնդիր, որ կապը կա այդտեղ յուրա։ Մասին։ Շատ բարի։ Միլենա, դուք արտախնդրում եմ։ Ես նրա մասին շատ պատմություններ էի սովորել։ Շատ լավ, սովորել, լսել նաև։ Խնդիրն է այստեղ Միլենա ջան քեզ մոտ։ Վերաբերություն։ Եվ ինչ կապով է դրսևորվել։ Մասին։ Մասին,
այո, մասին կապով, հայ, խնդրում եմ դեր կարդալ։ Այսօր մենք խոսեցինք Սասունցի Դավթի մասին, վերաբերության խնդիր։ Կապը նշիր։ Մասին, շատ բարի։ Երեխաներ, հապա եկեք բոլորս արագ-արագ, ես այստեղ ձեզ համար պատրաստել եմ մի քանի նախադասություն, որպեսզի դուք կարդաք եւ ասեք ինչպիսի կապ կա այնտեղ։ Եկեք տեսնենք, քնարի։ Մենք ընտանիքիս անդամների հետ մասնակցեցինք նրա մեծարման երեկոյին։ Միասնության խնդիր, շատ բարի։ Միլենա, դու կարդա։ Վարկեսի ժամանակ չուներ գյուղացիների հետ այդ հարցը քննարկել։ Քննարկելու։ Միասնության խնդիր կազմվել է հետ կապով։ Շատ բարի, հայ հաջորդը։ Քո վերաբերյալ իմ ձեռքի տակ եղած նյութերն արդեն իսկ բավական են ձերբակալելու համար։ Վերաբերյալ խնդիր։ Քո վերաբերյալ։ Մեր այս նախադասություններից, որոնք դուք տեսնում եք էկրանին, ընտրենք մեկը եւ փորձենք ձևավորել վերլուծել։ Լավ, ով կմոտենա հրատապտակին։ Միլենա, անդրանիկները ձեր բացրեցը։ Որ նախադասությունը խնդրես Միլենա։ Ուսուցչիս նկատմամբ իմ հոգացությունը տարիների ընթացքում չխամրեց։ Արի գրի, նախադասությունը գրի։ Միլենա ջան, ես տեսեք եմ, որ ընկերները տեն, տեսնեն։ Դե սկսում ենք վերլուծել ձև շարահյուսորեն երեխաներ, սկսում ենք վերլուծել շարահյուսորեն, այսինքն գտնում ենք նախադասության պաշտոնները, չէ, այդ անդամները ինչ պաշտոն են կատարում։ Սկսիր Միլենա ջան։ Ինչո հոգացություն է, ում նկատմամբ ուսուցիչ։ Դե ընդգծիր, ինչո հոգացություն է, ինչ է։ Ենթակա։ Ում նկատմամբ ուսուցչիս նկատմամբ վերաբերության խնդիր։ Շատ բարի, ալիքաձև ընդգծիր։ Ինչ արեց չխամրեց։ Ինչ է չխամրեց, ապրես։ Ում հոգացությունը իմ հատկացուցի։ Շատ բարի։ Եվ այստեղ մնաց երեխաներ, մի բառակապակցություն, տարիների ընթացքում ինչ հարց կտաս այս տարիների ընթացքում, այո, երբ մենք դեռ այս թեման չենք ուսումնասիրել երեխաներ, այդ իսկ պատճառով թողնում ենք։ Շնորհակալություն, նստիր Միլենա ջան։ Երեխաներ, տեսեք ինչքան հետաքրքիր է ուսուցչիս նկատմամբ, չէ, ընտանիքիս հետ, ծնողներիս հետ, այնուհետև ծննդյան օրվա արդիվ, սրանք բոլորը միասնության, վերաբերության խնդիրներ են, ինչ դեր ունեն, ինչ ենք մենք այս խնդիրներն ուսումնասիրում և ինչ ենք անցնում, որովհետև սրանք երեխաներ մեր խոսքը դարձնում են ավելի գեղեցիկ։ Եթե մենք չունենանք այս խնդիրները, մենք որպեսզի ասենք, թե ում հետ ենք կատարում գործողությունը, ում մասին ենք զրուցում, ստիպված պիտի լինենք տարբեր նախադասություններով մեր խոսակցին, մեր ունկնդրի տեղեկություն տալ դրա վերաբերյալ, որը մեր խոսքը կդարձներ ավելի ցանցրալի, կդարձներ միապաղաղ, իսկ դուք գիտեք, չէ, ինչքան խոսքը երկարում է մարդու, այնքան ինչ է լինում, ցանցրալի է դառնում նրան լսելը։ Իսկ այս լեզվաոճական հնարքները, երեխաները, շարահյուսական միավորները գալիս են մեզ փրկության, որպեսզի ունկնդիրները չհոգնեն, մենք տարբեր բառեր ենք գործածում, տեսեք, տարբեր կապերով ենք ձևավորում։ Այ հենց հիմա մեր էկրանին մենք ունենք սայիկաշար։ Տեսեք, սայիկաշարը ես ձեզ համար ընտրել եմ ինչպես, գույներով, չէ, ընտրել եմ գեղեցիկ թերթի, գրքի թերթի էսքիզով, ինչու, որ ավելի տպավորիչ չէ լինի ձեզ համար երեխաներ, այն նույնն է մեր խոսքում, այս խոսքային միավորներն են, կարծես զարդարում են մեր խոսքը, մեր խոսքին շունչ են հաղորդում, գույն են հաղորդում, տեսք են հաղորդում, դրա համար պիտի խնդրեմ, որ սրանք լավ սովորեք, որպեսզի ձեր խոսքում էլ դուք կիրառեք, ճիշտ կիրառեք ամենակարևորը, հիմա երեխաներ, ես պիտի խնդրեմ ձեզ մոտենալ և վերցնեք այս թերթիկները, որպեսզի բաժանվեք խմբերի և պատանեք խմբային աշխատանք։ Երեխաներ, հիմա հերթով կարդում եք, ինչ է գրված ձեր թերթիկների վրա։ Միլենա, ինչ է գրված։ Մասին, հայ։ Անդրանիկ։ Մասին։ Շատ լավ երեխաներ, տեսակ մեկ խմբերի պիտի բաժանվենք մասին և հետ խմբերի։ Ինչեր են այս մասինն ու հետը։ Կապեր։ Մեկով կազմվում էր որ խնդիրը։ Որով էր կազմվում վերաբերության։ Իսկ հետով միասնության, շատ բարի։ Դե արագ բաժանվեք խմբերի։ Դուք բաժանվեցիք խմբերի ըստ կապերի, ըստ միասնության և վերաբերության խնդիրներ։
Ես այս բայց հիմա պիտի տամ առաջադրանք, որը կվերաբերի երկու խնդիրներին է։ Դուք այստեղ կստանաք խառնած նախադասություններ, եւ այդ նախադասությունները խառը շարադասությամբ են դրված բառերը։ Դուք պիտի կազմեք նախադասություն ճիշտ տեղերը դնելով, ունենաք մեկական խնդիր վերաբերության եւ միասնության եւ մի նախադասության մեջ էլ երկու խնդիրներ կլինեն։ Բարձ է, խնդրում եմ ուշադիր աշխատեք, սրանք ձեզ A4 ֆորմատի թղթեր, որոնց վրա դուք պիտի աշխատեք։ Հիմա շնչվում եք, դուք ունեք 10 րոպե ժամանակ։ Պիտի ներկայացնենք եւ փոխադարձաբար գնահատենք խոսք-արվեստը մեր։ Պահան կարող ես տեղաշարժվել այստեղ։ Երեխաներ, ձեր ժամանակը լրացավ, հիմա խնդրում եմ խմբերում որոշել եք ինչպես եք ներկայացնել, ով է ներկայացնելու։ Ինչպես ներկայացնել։ Յուրաքանչյուրս մի նախադասություն կկարդանք, շատ լավ, սկսենք մեր այս խմբից։ Նա իր հավատարիմ ընկերոջ հետ ճանապարհ ընկավ դեպի լեռները, որոնց գագաթներին դեռևս փայլում էր վաղ աշնանային արևը։ Շատ լավ, համաձայն եք, որ ճիշտ է կազմել, երեխաներ այդ խառնաշփոթից ճիշտ է կարողացել դուրս բերել նախադասություն։ Շատ լավ, Վահան ջան, այդտեղ ինչ ունեք։ Ընկերոջ հետ միասնության խնդիր։ Շատ բարի։ Մի գրողը իր գրքում խորը մտորումներ է կատարում մարդկային հոգեբանության մասին, ինչը հուզում է յուրաքանչյուր ընթերցողին։ Այստեղ հոգեբանության մասին է մեր վերաբերության խնդիրը։ Շատ բարի, որ կապով է ձևավորված մասին։ Իմաստունի իր աշակերտների հետ նստած ծառի ստվերում խորը եւ փիլիսոփայական զրույցեր ծավալում բնության եւ տիեզերքի գաղտնիքների վերաբերյալ, աշակերտների հետ միասնության խնդիր, վերաբերության խնդիր։ Ասա, այնտեղ էլի ինչ կապ կար։ Աշակերտների հետ միասնության խնդիր, գաղտնիքների վերաբերության խնդիր։ Շատ բարի, մյուս խումբը տեսնեմ, ովքեր են սկսում։ Մայրիկը փոքրիկ աղջկա հետ զննում էր ծաղկած պարտեզը հիանալով գարնանային բույրով լի օդում։ Աղջկա հետ միասնության խնդիր։ Հաջորդը ով պիտի ընթերցի։ Դասախոսության ընթացքում ծավալվեց բուռն քննարկում արվեստի ազդեցության մասին, որը նոր հեռանկարներ բացեց ներկաների համար։ Արվեստի ազդեցության մասին վերաբերության խնդիր։ Շատ բարի եւ հաջորդով կկարդաք։ Իմաստուն իր աշակերտների հետ նստած ծառի ստվերում խորը եւ փիլիսոփայական զրույց էր ծավալում բնության եւ տիեզերքի գաղտնիքների վերաբերյալ։ Ում հետ աշակերտների հետ միասնության խնդիր, գաղտնիքների վերաբերության խնդիր։ Շատ բարի։ Երեխաներ, հիմա ես կուզենայի ձեզ հետ մի փոքր խաղ խաղալ։ Արդեն ամփոփենք մեր դասը մի փոքր ինտերակտիվ խաղով, որպեսզի կարողանանք ավելի ամրապնդել, խորացնել մեր գիտելիքները, կարողանանք տեքստերում ճանաչել, գտնել միասնության եւ վերաբերության խնդիրները, որպեսզի հետագայում մենք եւս դրանք կիրառենք մեր խոսքի մեջ։ Հիմա ես ձեզ տալիս եմ խաղապարներ, հենց խմբերով եք կմենակ կաշխատեք։ Գերականական խաղապարները գիտեք, չէ՞, ենթակա, ստորոգյալ, խնդիր, լրացումներ տարբեր։ Նայեք, ես ձեզ տալիս եմ երկու խաղապար, A4 ֆորմատի թուղթ եւ գունավոր թերթիկներ։ Այդ գունավոր թերթիկների վրա դուք ըստ խաղապարի կկազմեք ձեր նախադասությունները, կփակցնեք A4 ֆորմատի թղթի վրա եւ կփակցնեք գրատախտակին ու կսկսենք մենք միասին ներկայացնել մեր աշխատանքը։ Սկսեցինք, դե ժամանակը լրացավ, երեխաներ, դուք հիմա արդեն ունեք պատրաստի ձեր աշխատանքները, պիտի խնդրեմ խմբերից ներկայացնողները, գիտեք արդեն որոշել եք ովքեր են ներկայացնում։ Շատ բարի։ Դե եկեք, տեսնեմ, առաջին խումբը ով է ներկայացնում։ Գնալիք մոտեցիք գրատախտակին, մենք փակցնենք այստեղ ձեր աշխատանքը։ Գնալիք ջան, ներկայացրու խաղապարը եւ այնուհետեւ կարդա նախադասություն։ Որոշիչ, ենթակա, հատկացուցիչ, որոշիչ, որտեղ, ստորագյալ եւ վերաբերության խնդիր։ Որտեղ այսինքն երեխաներ դուք դեռ չեք անցել տեղի պարագան, ես այնտեղ դրել եմ, մյուս խմբում են ժամանակի պարագա, բայց հենց հարցով եմ գրել։ Լավ, դե կարդա։ Փոքրիկ աղջիկը իր նոր դպրոցում պատմեց ընկերների մասին։ Շատ բարի, փոքրիկը ինչ էր։ Որոշիչ, աղջիկը ենթակա, իր հատկացուցիչ, նորը որոշիչ, որտեղ դպրոցում, ստորագյալը պատմեց եւ վերաբերության խնդիրը ընկերների մասին։ Շատ բարի։ Հաջորդ նախադասություններ կարդա խաղապարը։ Ենթակա, հատկացուցիչ, որոշիչ, միասնության խնդիր, ստորագյալ դեպի ուր։ Արամը իր փոքրիկ քույրիկի հետ գնաց դեպի այգի։ Արամը ենթակա, իր հատկացուցիչ, փոքրը որոշիչ, քույրիկի հետ միասնության խնդիր, գնացը ստորագյալ եւ դեպի ուր այգի։ Շատ բարի։ Դուք մի նախադասություններ ունեք, որտեղ պիտի գտնեք սխալը։
Արտակը ընկերոջ հետ որոշել էին թատրոն գնալ, բայց չստացվեց։ Քանի որ Արտակը եզակի թիվա դրված, որոշելն է պետք է դրված լիներ եզակի թվով։ Այսինքն ճիշտ է կարդամ։ Արտակը ընկերոջ հետ որոշեց գնալ թատրոն, բայց չստացվեց։ Որոշել էր թատրոն, բայց չստացվեց։ Երեխաներ, այս առաջադրանքին ուշադրություն դարձրեք վերջին, որովհետև 9-րդ դասարանի ձեր քննական թեստերում այս առաջադրանքը լինելու է։ Երբ ստորոգյալ որոշիչ ենթակա վերաբերության խնդիր։ Դասի ընթացքում ներկայացվեց նոր նյութը խնդիրների մասին։ Երբ դասի ընթացքում ստորոգյալը ներկայացվեց, որոշիչը նոր ենթական նյութը վերաբերության խնդիրների մասին։ Շատ բարի, հաջորդ կաղապարը։ Ենթակա որոշիչ միասնության խնդիր, ստորոգյալ որոշիչ որտեղով։ Արամը մեծ եղբոր հետ քայլում էր նեղ կածաններով։ Արամը ենթական, որոշիչը մեծ, միասնության խնդիրը եղբոր հետ, ստորոգյալը քայլում էր, որոշիչը նեղ որտեղով կածաններով։ Շատ բարի, եւ վերջինը հարցը գտիր սխալը։ Անին մտավ, որովհետեւ ենթական եզակի թիվ է եւ ոչ թե բարևեցին, այլ բարևեց, որտեւ էլի եզակի թիվ է անին։ Նույն անին է կատարում գործողությունը։ Ամբերը գնահատում են նախադասություններ կազմելու արվեստը, միմյանց խոսք արվեստը, գեղեցիկ էին կազմել թե ոչ, եւ գեղեցիկ ներկայացրին թե ոչ։ Տեսնենք, Անդրանիկ, քո հակառակ թիմը ճիշտ ներկայացրեց, լավ ներկայացրեց։ Այո, գաղափարները համընկնում են։ Այո։ Ինչպես կգնահատես նրանց խոսք արվեստը, լավ նախադասություններ էին կազմել։ Նախադասություններ էին կազմել ու ժամանակի մեջ տեղավորվեցին։ Եվ ժամանակի մեջ տեղավորվել է։ Վահան, իսկ դու մյուս խմբին ինչպես կգնահատես։ Էլի լավ։ Հայ խոսք արվեստի հետ կապված քեզ դուր եկավ, լավ բառեր գործածել եք։ Գեղարվեստական արժեք ունեցող բառեր կան, օրինակ Միլենայից նախադասություններում։ Կածաններով, չէ՞ երեխաներ, կածան ինչ է նշանակում։ Արահետ, նեղ ճանապարհ։ Շատ լավ է երեխաներ, ես շնորհակալ եմ ձեզ աշխատանքի համար։ Կսովորեք դասը, քանի որ միասնության խնդրի վերաբերյալ դասագրքում նյութ չկա, ես ձեզ այս այգաշարը կուղարկեմ մեր ընդհանուր խմբին, սակայն դասագրքի վերջում, թեմայի վերջում դուք կտեսնեք, որ խնդիրների ամբողջ այս ցանկում աղուսակում երեխաներ միասնության խնդիրը եւս կա, եւ ես դրա համար միասնության խնդիրը եւս ընդգրկել եմ, որպեսզի ձեզ մոտ հարցեր չառաջանան։ Այսօր մենք ամփոփում ենք ուղիղ եւ անուղղակի խնդիրները, հաջորդ ժամի ծանոթանալու ենք պարագաների հետ։ Հիմա խնդրում եմ տնային աշխատանքը նշել ձեզ մոտ, թեպետ էլեկտրոնային օրագրերում դուք կտեսնեք գեղարվեստական գրականությունից դուրս եք գրում 5-ական օրինակ։ Շատ լավ։ Գեղարվեստական գրականությունից ցանկացած կվերցնեք օրինակները դուրս կգրեք, կընթերցենք եւ կհասկանանք դուք նյութը յուրացրել եք թե ոչ։ Շնորհակալություն դասի համար։